Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ինչպես գիտեք, ես էքստրասենս բարահոգեբան եմ, զբաղվում եմ նաև վետիական աստղաբանությամբ, նայում եմ նեգատիվ էներգիա եմ մաքրում, աստղային քարտեզ եմ մեկնաբանում, երազներ եմ մեկնաբանում։ Ես Երևանում եմ, եթե ձեզ անհրաժեշտ է իմ ծառայությունը, կարող եք դիմել, եթե չեք կարող այցելել, աշխատում եմ նաև օնլայն տեսազանգի միջոցով։ Ընդհանրապես, սիրելիներս, ինձ բազմաթիվ նամակներ են եկել, բազմաթիվ հարցադրումներ են եկել, որտեղ մարդիկ հարցնում են, ինչ է իրենից ներկայացնում անեզկը, ինչպես հասկանալ իրենց ազգի վրա կամ իրենց վրա կա անեզկի գործողություն և ընդհանրապես այդ թեմայով խոսելը իշքան թեմա շատ ընդարձակ է, ծավալուն է և մարդ իշքան որ խոսե, այնքան կգտնի խոսելու, պատմելու բացատրության համար նույն ժամանակը չի հերիք է, չի բավականացնե, որովհետև իշքան հնարավոր է այդ թեման շատ ծավալուն է։ Եվ ես ուզում եմ հատկապես ելնելով իմ պրակտիկայից, իշքան հնարավոր է բացատրեմ, ինչն է ցույց տալիս, որ այդ մարդու վրա կա անեզկի գործողություն, ինչն է ցույց տալիս, որ այդ ազգի վրա կա անեզկի գործողություն, որ հիմնական նախապայմաններն է, որ մարդը զգալով նման իրավիճակ իր վրա, իր ազգի վրա, իր հարազատների, բարեկամների վրա, արդեն կկարողանա հասկանա, որ այստեղ ինչ-որ նեգատիվ էներգիայի հարված կա։ Ընդհանրապես, ի նկատի ունեցեք սիրելիներս, եթե մարդը ոչ մի հանցագործություն չի կատարել, եթե մարդը ոչ մեկին վատություն չի արել, տվյալ մարդուն ինչքան էլ կուզե դիմացինը անիծե, անեծքը նման մարդուն չի գտնում։ Ես, որ իմ պրակտիկայում ուսումնասիրում եմ, ընդհանրապես շատ դեպքերում մարդիկ խնդիրներ են ունենում այն պատճառով, որ իր ազգի մեջ մեծերը, պապերը, նախապապերը իրենք են սխալ գործողություններ կատարել և այդ ազգավորությունը համարվում է այդ սերունդի 4-րդ որդը, 5-րդ սերունդը, 5-րդ ճյուղը և շատ դեպքերում չի էլ թողնում, որ 4-րդ, 5-րդ սերունդ լինի, գնում է սերունդի մահացման, վերացման շրջան։ Աստվածաշունչը, բոլոր հոգևոր գրքերը, բոլոր կրոնական ուսմունքները, բոլոր նաև փիլիսոփայական ուսմունքները, բոլոր ուսմունքները ասում են, որ եթե մարդը սխալ գործողություն է կատարել և այդ մարդուն անիծում են, այդ անեծքը գնում է մինչև 9 սերունդ, մինչև 7-րդ սերունդ։ Եվ դրա համար ինչ եմ ես ձեզ առաջերտին խորհուրդ տալիս, եթե նույնիսկ ձեր ազգի վրա տեսնում եք, որ կա նման կատարած գործողություն, առաջի հերթին, երբ որ մաքրում եք, դա չի նշանակում, որ դուք գնաք ու նորից սխալ գործողություն կատարեք։ Ընդհանրապես, սիրելիներս, երբ որ մարդը սոված է ու մի հատ հաց է գողանում և այդ մարդուն նման դեպքում անեզկը չի գտնում։ Եթե մարդը չհասկանալով ինչ-որ ձևով սխալ խոսակցություն է ասում, չհասկանալով, նման մարդուն անեզկը չի գտնում։ Բայց եթե մարդը գիտակցաբար գնում է ուրիշի սվանե, որպեսզի իր հարստությանը տիրանա, նման
մարդուն կպնում է անեսք։ Եթե մարդը գիտակցաբար գնում է ուրիշի կնոջը կամ ուրիշի տղամարդուն տիրանալու համար սխալ գործողություններ է կատարում, տվյալ անձնավորությանը թե կին, թե տղամարդ գնում է անեսք, չի կարելի ուրիշի ընտանիքը քանդել։ Եթե մարդը սրբապղծությամբ է զբաղվում, եթե մարդը մանկապղծությամբ է զբաղվում, նման մարդկանց վրա գալիս է անեսք։ Ուշադրություն դարձրեք, պատմությունը ցույց է տալիս, որ ոչ մի բռնակալ, ով որ հասարակության վրա փորձեր է կատարել, ով որ մարդկային մեծ զոհեր է տվել, նման մարդիկ սերունդ չեն թողնում, նման մարդիկ վերանում են, եւ այդ սերունդի վերացման հիմնական պատճառը սիրելիներս այդ կան զոհերի անեսքն է։ Անեսքը կպնում է միայն մեղավոր մարդուն, նաև մեղավոր մարդու ազգին։ Դրա համար ի նկատի ունեցեք, եթե մաքրման process է կատարվում, դուք պետք է բարեպաշտ կյանք վարեք, սխալ գործողություններ չկատարեք։ Գիտեք ինչ, սիրելիներս, եթե մարդը մաքրում է իր վրայից այն նեգատիվը, ինչ որ եկել է տարերով իր բաբի արած, տատիկի արած սխալի պատճառով, ու հետո ինքը գնում է նույն սխալ գործողությունը կատարում է, ինքնըստինքյան ինքը ավելի մեծ նեգատիվ էներգիա է բերում իր ազգի վրա։ Ընդհանրապես հետագայում շատ առանձին անեսքների տարբեր ձևեր կա, տարբեր ձևով է ինքը իրեն ցույց տալիս, նույնիսկ էզոտերիկների, էքստրասենսների մոտ այդ անեսքները ինչ-որ ձևով խմբավորված է եւ յուրահատուկ ձևով անուններ է տված, որպեսզի մարդիկ կարողանան հասկանան, երբ որ զգում են, տեսնում են, թե ինչ է կատարված, հասկանան այդ անեսքի անունը եւ որոշակի ձևով խմբավորված է։ Հետագայում ուղիղ ետերներից մեկի ժամանակ հերթականությամբ կսկսեմ խոսել անեսքների, տեսակների, խմբերի մասին եւ ինչպես մարդը կարող է հասկանալ, որ իր վրա կամ իր ազգի վրա կա անեսքի գործողություն։ Առաջի հերթին ուզում եմ զգուշացնել, այն ազգը, որի մեջ ծնվում են կարիճ համաստեղության տակ մարդիկ եւ կամաց, գիտեք ինչ, մի հատ է ծնվում, հետո դառնում են 2 հատ, հետո 3 հատ, դա ցույց է տալիս, որ այդ ազգը արդեն խնդիրներ ունի։ Եվ տիեզերքը ոնց որ լակմուսի թուղթի պես ցույց է տալիս, որ այդ ազգը խնդիրներ ունի։ Կարիճները վատ անձնավորություն չեն, լավ անձնավորություն են, բայց իրենք իրեն ծնունդով ոնց որ հրեշտակները, պահապան հրեշտակները ցույց են տալիս, որ այդ ազգը խնդիրներ ունի։ Եվ մարդը պետք է արդեն զգուշանա, հավաքի ուժերը, տեսնե ինչն է պատճառը, ինչպես այդ նեգատիվ էներգետիկան իր վրայից, որպեսզի վտանգներից, փորձանքներից ու փորձություններից հետ մնա։ Եվ ես այժմ կխոսեմ այն 7 ամենակարևոր նշանների մասին, որը ցույց է տալիս, որ այդ ազգի վրա կա անեսքի գործողություն։ Ամենաառաջի նշանը, սիրելիներս, դա մտավոր եւ հոգեկան, հոգեվոր հիվանդությունն է։ Երբ որ մարդը ծնվում է նման խնդիրներով, երբ որ մարդը առանց հասկանալու ծնվում է առողջ, հետո տեսնում եք, որ մարդու ուղեղը, մտածմունքը փոխվում է, գնում է դեպի հետ է զարգանում, երբ որ զգում եք, որ այդ ազգի մեջ
այդ հիվանդությունը ժառանգական է, դա ցույց է տալիս սիրելիներս, որ տվյալ մարդու վրա, ազգի վրա կա կատարված նեգատիվ էներգետիկայի գործողություն, որ այդ ազգը անիծված է։ Շատ դեպքերում նման մարդիկ վախենում են, շատ դեպքերում նման մարդիկ տարբեր ֆոբիաներ ունեն, շատ դեպքերում ուշադրության դարձրեք, սերունդ ժառանգաբար այդ մտավոր հոգեկան հիվանդությունը փոխանցվում է սերունդին, շատ դեպքերում այդ սերունդը նույնիսկ չի աճում, որովհետև արդեն տեսնում են եւ ամուսնություն չի լինի այդ տան մեջ, որովհետև գիտեն, որ այդ հիվանդությունը, սիրելիներս, ժառանգական հիվանդություն է։ Գիտեք ինչ, պետք է, երբ որ տեսնում եք, որ ազգի մեջ մտավոր հոգեկան հիվանդությունները շարունակվում են, կա կրկնվում է բարբերաբար, դա ցույց է տալիս, որ այդ ազգի վրա կա կատարված անեծքի գործողություն։ Երբեք մտավոր հոգեկան հիվանդությունը չի լինում ինքը իրեն։ Գիտեք ինչ, բոլոր տեսակի հիվանդությունները կարող է լինի աուտիզմ, կարող է լինի շիզոֆրենիա, տարբեր իր կատեգորիաներով, տարբեր իր ստադիաներով, մարդու, երբ որ մարդը չի կարողանում ոչ մեկի հետ շփվի, երբ որ մարդը ինքը իրեն վնասում է, հոգեբանական խնդիրները այնքան շատ են, որ այս մի քանի րոպեի մեջ ես չեմ կարող այդ բոլոր հիվանդությունների մասին խոսել, բայց բոլոր հոգեբանական խնդիրները, բոլոր մտավոր հիվանդությունները, երբ որ մարդը շատ դեպքում ինքը վնաս է տալիս եւ իր հարազատին եւ ինքը իրեն, դա հիմնականում անեծքի 100% անեծքի գործողության պատճառ է։ Երկրորդը սիրելիներս, անեծքի երկրորդ նշաններից եւ ամենակարևոր նշաններից մեկը դա անպտղությունն է։ Գիտեք ինչ, անպտղություն, երբ որ բժիշկները տեսնում են, որ եւ ամուսինն է առողջ եւ տղամարդն է առողջ, անպտղություն, երբ որ տղամարդն ու կին արմատը իրենք լիարժեք սեռական հարաբերություն են ունենում, բայց երեխա չի մնում։ Երբ որ ծնվում են արդեն մահացած երեխաներ, երբ որ կինը սպասում է այդ հղիության ժամանակահատվածը անցկացնում է եւ ինքը ծննդաբերում է, նույնիսկ շատ դեպքերում ձայնն է լսում երեխայի, բայց երեխան մահացած է, մահացած երեխաները ինքը անընդհատ ծննդաբերում, կամ մեծ ժամանակահատվածում 6-7 ամսական հղիությունը ինքը վիժում է, կորցնում է, դա նույնպես ցույց է տալիս, որ այդ ազգի վրա թե տղամարդու, թե կնոջ պետք է անպայման նայեք, այդ ազգի վրա կա կատարված անեծքի գործողություն։ Շատ դեպքերում ես նկատել եմ, որ անընդհատ իմ պրակտիկայում եղել է, մարդը անընդհատ երեխա է ունենում եւ երեխան ծնվում է պորտալարը վզի վրա փաթաթված։ Բժիշկները չեն կարողանում օգնել, նույնիսկ այս ժամանակահատվածում, երբ որ բժշկությունը զարգացած է, տեխնոլոգիան զարգացած է, գիտե թե ինքը արդեն պետք է առողջ երեխա ունենա, երեխան ծնվում է պորտալարը վզի փաթաթված, առաջի երեխան, երկրորդ երեխան, երրորդ երեխան, մարդիկ նման ձևով կորցնում են իրենց զավակներին, համ ծննդաբերության ցավերն են քաշում, համ այդ վախերն են ապրում, համ
ծննդաբերում են, շատ դեպքերում վիրահատվում են, բայց երեխան ծնվում է պորտալարը վզին փաթաթված եւ մահացած։ Շատ դեպքերում ուշադրություն դարձրեք, սիրելիներս, անպտղություն նաեւ նման ձևով է ի հայտ գալիս, երբ որ կնոջ եւ տղամարդու մեջ մահանում է ցանկության հատկությունը սեռական հարաբերություն ունենալ։ Տղամարդը դառնում է իմպոտենտ, անկարող, կինը դառնում է լիբիդոն կորցնում է, ֆրիգիդնա հիվանդություն է ձեռք բերում եւ ինքնըստինքյան իրենք իրար հետ հարաբերություն չեն ունենում, կորցնում են իրենց ցանկությունները եւ նման ձևով նորից առաջ է գալիս անպտղություն, այդ սերունդը չի զարգանում, առաջ չի գնում։ Եվ որ տեսնում եք, որ ոչ թե միայն մի սերունդի մեջ մի ընտանիքն է նման ձևով, այլ տեսնում եք, որ այդ ազգի մեջ անընդհատ այդ հիվանդությունը, չբերությունը պահպանվում է, կրկնվում է, դա ցույց է տալիս, որ այդ ազգի վրա կա կատարված անեզկի գործողություն։ Սիրելիներս, երրորդ ամենակարևոր հատկություններից մեկը դա երբ որ կինը իր ցիկլը կորցնում է, իր ցիկլի ժամանակահատվածը լրիվ խանգարված է կամ ընդհանրապես կանանց մոտ ցիկլը բացակայում է։ Նաև տղամարդկանց մոտ, եթե սերմնահեղուկը լրիվ 0 է, դա նույնպես անեզկի հատկություններից մեկն է։ Երբ որ տեսնում եք, որ ազգի մեջ կա նման խնդիրներ, տղամարդկանց սերմնահեղուկը անպետք է, մահացած է, բջիջներ չկան, կանանց մոտ ցիկլը լրիվ բացակայում է, դա նույնպես ցույց է տալիս, որ այդ ազնվորությունների վրա կա կատարված անեզկի գործողություն։ Սիրելիներս, շատ դեպքերում գիտեք ինչ, երբ որ մարդուն մաքրում ես, մաքրելու գործողություն ես կատարում, վերականգնվում է այդ մարդու կնոջ ցիկլը, ինքը շատ դեպքերում իրեն տեղեր են տալիս, ինչ որ հորմոնալ տեղեր են տալիս, բայց չի օգնում, ընդհակառակը, քաշը կբարձրանա կամ քաշը կկորցնե, բայց ցիկլը չի կարգավորվի, կամ տղամարդու սերմնահեղուկը չի դառնա բեղմնավոր, ինչքան էլ դեղ տալիս են, ինչքան էլ սրսկումներ կատարում են, ոչ մի օգուտ չի տալիս։ Անպայման դա նույնպես ցույց է տալիս, որ այդ ազգի վրա կա կատարված անեզկի գործողություն։ Չորրորդը, սիրելիներս, դա ամուսնալուծությունն է, կամ մարդը ամուսնալուծվում է, կամ ինչքան էլ ամուսնանա, նորից բաժանվում է, այսինքն անընդհատ կամ ամուսնանում է եւ բաժանվում, կամ ընդհանրապես չի կարողանում ոչ մի զուգընկեր գտնել, ոչ տղամարդը, ոչ կինը։ Ընդհանրապես իմ մոտը շատ են գալիս նման մարդիկ, եւ կանայք, եւ տղամարդիկ, շատ, երբ որ նայում ես, մարդիկ կայացած են, մարդիկ գեղեցիկ են, մարդիկ կրթված են, եւ կանայք, եւ տղամարդիկ, նայում ես գեղեցիկ տղամարդ, գեղեցիկ կին, բայց չեն կարողանում ամուսնանալ, չեն գտնում իրենց կեսին, ու արդեն 36, 38, 40 տարեկան, թե տղամարդիկ, թե կանայք, չեն կարողանում գտնել իրենց կեսին։ Նաև կա այսպիսի դեպք, երբ որ ամուսնանում են ու անմիջապես բաժանություն, երեխաներն են մնում առանց հայր, երեխաներն են մնում առանց մայր, շատ դեպքերում մարդկանց կանայք կամ ամուսինները մահանում են,
ու նորից ինքը պետք է ամուսնանա եւ նորից ամուսնանում է եւ նորից խնդիրներով կամ մահանում է կամ բաժանվում է կամ չի նորից գտնում իր կեսը նման տեսակի ամուսնալուծություն նման տեսակի իրենց կողակցին անընդհատ կորցնելը, նման տեսակի իրենց կեսին չգտնելը, դա նույնպես ցույց է տալիս, որ այդ ազգի վրա կատարված անեծքի գործողություն։ Սիրելիներս 5-րդ նախանշանը, նախապայմանը դա աղքատությունն է։ Երբ որ մարդը չի կարողանում աղքատությունից դուրս գալ, հաղթահարել։ Շատ դեպքերում եկեղեցին ասում է աղքատությունը դա մարդը օրհնված է, մարդը պետք է այդ ցավերի միջով անցնի, ոչ, երբեք տիեզերքը Աստված մարդուն չի ստեղծում, որ մարդը ցավերի միջով անցնի եւ այդ ցավերի միջով ինքը դառնա Աստծո համար հաճելի։ Աստված մարդուն ստեղծում է, տիեզերքը մարդուն ստեղծում է, որ մարդը երջանիկ ապրի, փող վաստակի, ընտանիք ստեղծե, հոգևոր աճ ունենա, ինքը հատուկ միսիայով է գալիս այս աշխարհ, ոչ թե գալիս է հատուկ տանջվելու համար։ Դա շատ սխալ հասկացողություն է։ Մարդը չի գալիս տանջվելու համար։ Մարդը գալիս է Աստծո ստեղծած երկիրը ապրելու, վայելելու, զարգանալու, իր միսիան այս աշխարհի մեջ կատարելու համար։ Երբ որ մարդը աղքատ է, ինքը ինչքան էլ որ աշխատում է, չի դուրս գալիս այդ աղքատության վիճակից, գիտեք ինչ, աղքատությունը շատ հարաբերական է։ Եթե մարդը ինքը կարողանում է իր ապրուստի միջոցը հայտարարել, կարողանում է ինչ-որ ձևով իր երեխաների ապրուստի միջոցը հայտարարել, դա չի համարվում աղքատություն։ Աղքատությունը դա այն է, որ մարդը չի կարողանում նույնիսկ իր հացը վաստակել։ Նաև նման իրավիճակներ է լինում, երբ որ մարդը ամբողջովին կորցնում է իր ստեղծածը, տունը, գործը, բիզնեսը դարձնում է զրո, ու նորից ինքը սկսում է աշխատել, ու նորից իր աչքի թեմը կորցնում է նորից տունը, բիզնեսը, ավտոմեքենան, փողերը, գործերը, նման ձևով էլ է լինում, որ ինքը ցկտում է աղքատությունը հաղթահարել դուրս գալ, բայց իրան անեծքը նորից կանգնեցնում է զրոյական շկալայի վրա, մինուսների վրա եւ նորից մարդը սկսում է տանջանքով աշխատել, բայց անընդհատ ինքը կանգնում է ավերակների դեմը, դատարկ ավերակների դեմը։ Շատ դեպքերում ուշադրություն դարձրեք, դա ցիկլ պարբերաբար է կրկնվում։ 3 տարի, 7 տարի, 6 տարին մեկ է այդ իրավիճակը այդ մարդու մոտ։ Կամ ընդհանրապես ուշադրություն դարձրեք, շատ դեպքերում դուք էլ գիտեք, ձեր ծնողներն էլ ասած կեղնեն, որ ինչ որ մեկի երեխան, որ ծնողները լավ, հարուստ, խելացի անձնավորություններ են ու այդ անձնավորության երեխան չի կարողացել ոչ իր ծնողի հարստությունը պահել, ոչ իր ստեղծածը պահել ու ինքը իրոք ողորմություն է խնդրում, մուրացկանությամբ է զբաղվում։ Այդ դա հենց ցույց է տալիս անեծքի գործողություն, որ լրիվ մարդուն դարձնում է նույնիսկ ցամաք հացի կարոտ անձնավորություն։ 6-րդը սիրելիներս նախանշանը, որ դուք կարող եք զգալ, դա պատահական դեպքերն են։ Գիտեք ինչ, շատ դեպքերում մարդիկ ասում են, որ նման մարդիկ անընդհատ իրենք քայլում են, փորձանքը իրենց հետևից գալիս է։ Իրենք կարող է խմող չլինեն, բայց անընդհատ իրենց ավտոմեքենային խփում են,
իրեն կարող է վատ մարդիկ չլինեն, կոնֆլիկտային մարդիկ չլինեն, բայց անընդհատ ընկնում են տարօրինակ կոնֆլիկտների մեջ։ Շատ դեպքերում իրենք ասում են, մենք չենք հասկանում ինչն է պատճառը, որ այս փորձանքը անընդհատ մեր հետևից գալիս է։ Ուշադրություն դարձրեք, շատ դեպքերում նման մարդիկ կարող է նարդվանը իրենց սովորական տան նարդվանը աստիճաններից գլորեն բազմաթիվ տրավմաներ ստանան, կարող է նույնիսկ այնպիսի տրավմա ստանան, որ իրենք հիվանդասայլակից չբարձրանան, իրենք ուղեղը կորցնեն, խելքը միտքը կորցնեն։ Շատ դեպքերում այդ մարդիկ կարող է սովորական քայլելուց կոշիկի կրունկը կոտրվում է, ինքը ուժեղ կոտրվածք է ստանում։ Այսինքն այդ անձնավորությունը անընդհատ իր վրա նեգատիվ էներգիա է ընդունում եւ ինքը կանգնածտեղ անընդհատ փորձանքի մեջ է գնում։ Նման մարդիկ շատ դեպքերում կարող է պատահական վիճաբանության մեջ զո դառնան։ Ինքը ոնց որ մոտենա ուրիշ մարդ վիճաբանում է, ուզենա բաժանել եւ թանակի հարվածը իրեն գտնի։ Այս պատահական դեպքերը նույնպես ցույց են տալիս, որ ազգի վրա կա կատարված անեծքի գործողություն։ Պատահական մարդիկ գնում են, ամեն մարդ կույրաղեկը հանում է, իսկ այդ մարդը գնում կույրաղեկը վիրահատություն է կատարվում, ինքը դուրս չի գալիս այդ վիրահատության տակից։ Գիտեք ինչ, նույնիսկ շատ դեպքեր ապահովագրական գործակալությունները նույնիսկ հատուկ մարդիկ են պահում, որոնք տեսնում են, որ այդ մարդուն չարժե ապահովագրել, որովհետև այդ ազնվորությունը այդ ապահովագրական գործակալությունների համար շատ ծանր հաճույք է դառնալու։ Իհարկե կան այնպիսի էքստրասենսներ, որոնք կարողանում են այդ մարդու հավանականության գործակիցը հաշվի առնել։ Մարդիկ կան, որ տարին մի անգամ կամ իր ամբողջ կյանքում ընթացքում մի փորձանքի չի գալիս, այդ մարդուն ապահովագրում են։ Բայց մարդիկ կան, որ տեսնում են, որ անընդհատ փորձանքը այդ մարդու հետևից է գալիս եւ ինքնըստինքյան ապահովագրական գործակալությունները նման մարդու հետ ոչ մի գործարքի չեն մտնում, որովհետև իրենք ունեն իրենց բարահոգեբանները, իրենց էքստրասենսները, որ հաշվարկ են անում, տեսնում են եւ ասում են, որ նման մարդկանց հետ մի մտեք ոչ մի գործարքի մեջ, որովհետև ավելի շատ վնաս եք ունենալու, քան օգուտ։ Ահա նման իրավիճակներ, երբ որ անընդհատ գնում եք սովորական հասարակ բանը ձեզ համար դառնում է անընդհատ պրոբլեմ, դա նույնպես ցույց է տալիս, որ այդ ազգի վրա կա կատարված անեծքի գործողություն։ 7-րդը դա ինքնասպանությունն է, երբ որ մարդը անընդհատ կրկնում է, ես ուզում եմ ինձ սպանեմ, ես ասկյանքը ինձ համար հաճելի չէ, երբ որ մարդը անընդհատ փորձում է ինքնասպանության, մեկ կամուրջից է գնում, մեկ պատուհանից է գնում, մեկ ինքը իրեն պարանով լվացարանի սենյակում կախում է, դա ցույց է տալիս, որ այդ մարդու ազգի վրա կա կատարված անեծքի գործողություն։ Եվ երբ որ ուշադրություն եք դարձնում ոչ թե ազգի միայն մի ներկայացուցիչը, այլ արդեն դա այդ ազգի մեջ տեսնում եք, որ մահվան 80%-ը ինքնասպանություններն է, դա նույնպես ցույց է տալիս, որ այդ ազգի վրա կա կատարված անեծքի գործողություն։ Ընդհանրապես, սիրելիներս, այս հիմնական 7 նախապայմանների մասին խոսեցի, բայց հետագայում ես էլի կմտնեմ օրվի եթեր, նորից ձեզ ինֆորմացիա եւ տեղեկություն կտամ։ Եթե այս 7 կետերից առնվազն նույնիսկ 2-ը դուք զգում եք, որ ձեր վրա կա, եթե ոչ մեկը, դա ինքնըստինքյան ցույց է տալիս, որ